Երբ Երևանը Մոսկվայի հետ սկսեց քննարկել մեր երկաթուղու ռուսական կառավարումը որևէ այլ պետության փոխանցելու հարցը, Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով պատճառ առաջ բերեց, թե Թրամփի պատվին կոչված Սյունիքի ամերիկյան ճանապարհով անցնելու է նաև երկաթգիծը, իսկ հակառուսական չբացահայտվող ուժերը չեն ուզում Մոսկվայի կառավարման տակ գտնվող ենթակառուցվածքներով ճամփա կտրել։ Այստեղ ըստ վարչապետի տուժում է Հայաստանը։ Մեր ասացի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է։ Չնայած ըստ Փաշինյանի խոսքի ռուս գործընկերներից ըմբռնում են տեսել այս հարցի վերաբերյալ, Մոսկվայում սակայն անդրադառնալով թեմային արտգործնախարարությունից պնդում են, թե նախ հայկական կողմի բոլոր մտահոգություններն արդեն պարզաբանել են, որևէ երրորդ երկրի էլ երկաթուղու կառավարումը հանձնելու փոխարեն համաձայնության եկել հետագա աշխատանքների վերաբերյալ, հստակեցնում են, այդ թվում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը Ռուսաստանի մասնակցության համատեքստում։ Մենք չենք կարող համաձայնել այն պնդման հետ, որ ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ այն ստեղծում է դա։ Հայաստանի երկաթուղու կառավարումը երրորդ երկրին վաճառելու շուրջ քննարկումները թեժացել են տարեսկզբից, ընդ որում հնարավոր այս գործարքով հետաքրքրվողների պակաս չզգացվեց հենց առաջին պահից։ Միանգամից օրակարգ եկան ասել է, թե շրջանառվեցին տարբեր պետությունների անուններ՝ Ղազախստան, Քաթար, Քուվեյթ։ Այսուհանդերձ երկաթգծերը կառավարողի փոփոխությունը հիմա փորձագիտական վերլուծական համայնքում այնքան էլ իրատեսական չեն համարում։ Տնտեսական կախվածությունը, օրինակ, վերջին տարիներին կտրուկորեն աճել է Ռուսաստանից։ Հիմա այս ստեղծված իրավիճակում նաև պետք է հաշվի առնվի, որ մոտակա արդեն ժամանակ ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Այս հետնապատկերում երկաթուղու կառավարման շուրջ քննարկումը շարունակում է մնալ ոչ միայն տնտեսական կամ ենթակառուցվածքային, այլև քաղաքական ու աշխարհաքաղաքական զգայուն հարց։ Այն կետերից մեկը, որտեղ Հայաստանի միջազգային գործընկերների շահերն ու հենց իր հաշվարկները դեռևս ամբողջությամբ չեն համընկնում։ Թե ինչ կոնսենսուս կբերեն բանակցությունները, ըստ մասնագետների, փաստացի կախված է նաև այն միջավայրից, որտեղ այսօր ձևավորվում են տարածաշրջանային հաղորդակցության նախագծերը, իսկ այստեղ յուրաքանչյուր որոշում վաղուց դուրս է եկել զուտ տրանսպորտային օրակարգի շրջանակից։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։